Ամեր թեման խրոմատիկ գամման է։ Կառուցում ենք խրոմատիկ գամման։ Խրոմատիկ գամմայում մենք ներառում ենք բոլոր սպիտակ եւ սև ստերները, նայեք։ Սպիտակ, սպիտակ, սև, սպիտակ, սև, սպիտակ, սև, սպիտակ, սպիտակ, սև, սպիտակ, սև, սպիտակ։ Այսինքն մենք խրոմատիկ գամման ներառում ենք բոլոր նոտաները օկտավայի սահմաններում։ Օրինակ, եթե սովորական գամման ունի 7 աստիճան, 8-րդը կրկնում է առաջին աստիճանը, ապա խրոմատիկ գամմայում մենք ունենք 12 աստիճաններ, իսկ 13-րդը դա հենց նույն առաջին աստիճանն է։ Խրոմատիկ գամման, ինչպես նկատեցիք, մենք կառուցում ենք կիսատոներով։ Ինչ է նշանակում կիսատոն։ Երկու հնչյունների միջև ամենամոտ տարածությունը կոչվում է կիսատոն։ Նայեք, այս հնչյունի ամենամոտ հնչյունը ներքև, ահա, այս նոտան է։ Ռեից կեստոն վերև, ռե դիեզ։ Ուրեմն, մենք խրոմատիկ գամման կառուցում ենք կիսատոներով։ Խրոմատիկ գամման իրենից լադ չի ներկայացնում, բայց կառուցելու համար մենք հիմնվում ենք մաժոր եւ մինոր լադերին։ Օրինակ, վերցնենք դո մաժոր գամման, ուզում եմ նշել, որ խրոմատիկ գամմայի ուղղագրությունը հիմնված է տոնայնությունների ազգակցության վրա։ Օրինակ, դո մաժորի ազգակից տոնայնությունը, հապա եկեք տեսնենք, որոնք են։ Բազմիցս մենք տարբեր աստիճաններից կառուցել ենք, եռահնչյուններ։ Հիմա նայեք, առաջին աստիճանին հենց տոնիկական եռահնչյունն է, որը ցույց է տալիս դո մաժորը։ Դո մի սոլ։ Երկրորդ աստիճանից կառուցվող եռահնչյունը նայեք ստացվում է մինոր եռահնչյուն։ Մենք եկանք ռե մինոր, որը ազգակից է դո մաժորին, կառուցվում է նրա երկրորդ աստիճանին։ Ուրեմն ռե մինորը դո մաժորի ազգակից տոնայնությունն է։ Օրինակ, եթե դո մաժորը մայրիկն է, ռե մինորը կլինի նրա որդին։ Երրորդ աստիճանից կառուցվող տոնայնությունն է կլինի մի մինոր, սա կլինի նրա որդին եւս, նայեք մինոր է։ Ֆա լա դո, նայեք չորրորդ աստիճանից կառուցվող եռահնչյունը մաժոր է, սա նրա դուստրը կլինի, ֆա մաժոր է, սոլն էլ է մաժոր, դուստրը կլինի, լա դո մի, նայեք լա դո մին մինոր է, 6-րդ աստիճանից մինոր տոնայնությունն է, լա մինորն է ստացվում, իսկ 7-րդ աստիճան, հապա մի նայեք, 7-րդ աստիճանից կառուցվող եռահնչյունը ոչ մաժոր է, ոչ մինոր, փոքրացրած եռահնչյուն է, իսկ փոքրացրած եռահնչյունը տոնայնություն չի ցույց տալիս, ինչու քանի որ հիմքի եւ գագաթի հնչյունները փոքրացրած կվինտա են, իսկ մաժոր եւ մինոր եռահնչյուններում մաքուր տոնայնություններում մաքուր կվինտա է, հա, մեր մոտ։ Իսկ փոքրացրած եռահնչյունը տոնայնություն չի ցույց տալի։ Հետևաբար, խրոմատիկ գամման կառուցելուց բոլոր աստիճանները կբարձրանան, բացի ինչ-որ աստիճանից, որը մեզ տոնայնության չի բերի։ Ուրեմն եկեք կառուցենք դո մաժորում։ Առաջին նոտան բարձրացնում ենք դոն, դո դիեզը մեզ տանում է դեպի ուր, դեպի ռե մինոր, նայեք, դո դիեզը, լա դո դիեզ մի սա ռե մինորի դոմինանտ եռահնչյունն է, դո դիեզը մեջտեղի նոտան է, լա դո դիեզ մի, որը մեզ տանում է դեպի ռե մինոր։ Մենք հայտնվեցինք ռե մինորում, երկրորդ աստիճանին։ Հիմա երկրորդ աստիճանը եկեք բարձրացնենք։ Ռե դիեզը մեզ ուր է տանում դեպի մի մինոր է տանում։ Հետո, նայեք, մի դիեզ մենք չենք կարող նվագել։ Ինչու՞, քանի որ հիշում եք ազգակից տոնայնության մասին մենք խոսեցինք, եթե մենք նվագենք մի դիեզ, ապա կհայտնվենք ֆա դիեզ ինչ-որ տոնայնությունում, իսկ ֆա դիեզը, նայեք, դո մաժորի ազգակից տոնայնությունը չի համարվի մաժոր կամ ֆա դիեզ մաժոր կամ ֆա դիեզ մինորը չի համարվի ազգակից տոնայնություն։ Հետևաբար մենք մի դիեզ չենք նվագում։ Ուրեմն երրորդ աստիճանն է դո մաժորը, հա։ Երրորդ աստիճանին մենք չենք կպնում։ Ուրեմն չորրորդն ենք բարձրացնում, երրորդը մնաց տեղում, չորրորդից ենք սկսում բարձրացնել։ Չորրորդը ֆան է, որը բարձրացնում ենք ֆա դիեզը բարձրացնելիս, 7-րդ աստիճանն է ֆա դիեզը, սոլ մաժոր է։ Իդեպ ուզում եմ նշել, որ օրինակ դո դիեզը ռե մինորի 7-րդ հարմոնիկ աստիճանն է, ռե դիեզը մի մինորի հարմոնիկ աստիճանն է, ֆա դիեզը որ տոնայնության 7-րդ աստիճանն է, իհարկե սոլ։ Սոլ դիեզը որ տոնայնության 7-րդ աստիճանն է, լա մինորի։ Հիմա նայեք, լա մինորը 6-րդ աստիճանն է, չէ՞, դո մաժորը 1 2 3 4 5 6-րդ աստիճանն է։ Կարող ենք մենք լա դիեզ նվագել արդյոք։
Եթե մենք լա դիեզ նվագենք, ուրեմն դա կլինի 7-րդ աստիճանը սի ինչ որ տոնայնության, սի մաժոր կամ սի մինոր, բայց մենք չունենք սի մաժոր կամ սի մինոր, սա իրենից տոնայնություն չի ցույց տալիս, ուրեմն մենք չենք կարող լա դիեզ նվագել, լա դիեզը մեզ ոչ միտեղ չի տանի, ինչ պետք է անենք, ուրեմն 7-րդ աստիճանն ենք իջացնում, լա դիեզ եւ սի բեմոլ, դա կոչվում է էնհարմոնիկ նոտա, հա, կարա լինի եւ լա դիեզ եւ սի բեմոլ, ուրեմն մենք 6-րդ աստիճանը բարձրացնել ուղղակի չենք կարող, մեզ տոնայնության չի բերի, ուրեմն 7-րդ աստիճանն ենք իջացնում, 7-րդ աստիճանն է, որ իջեցնենք, ստացվում է դոմինանտ սեպտակորդ ֆա մաժորի համար, ֆա մաժորն է, նայեք, դո մաժորի ազգակից տոնայնությունն է, ուրեմն մենք 7-րդ աստիճանն ենք իջացնում, չեզոքացնում ենք եւ նորից տոնիկան, հա, դոն ենք, առաջին աստիճանն ենք նվագում, մաժոր խրոմատիկ գաման կառուցելիս մենք բարձրացնում ենք բոլոր աստիճանները, բացի երրորդից, ինչու բացատրեցիք, այն որ հայտնվում ենք լրիվ ուրիշ օպերայում, 4-րդ աստիճանն ենք բարձրացնում, 5-րդն ենք բարձրացնում, 6-րդը չենք կարող ուղղակի բարձրացնել, ինչու, այն որ տոնայնության մեջ չի բերում։ Ուրեմն 7-րդ աստիճանն ենք իջեցնում։ Մեզ հարկավոր է հիշել, որ մաժոր գաման կառուցելիս խրոմատիկ գաման 7-րդ աստիճանը իջեցվում է։ Իսկ հիմա եկեք միասին գրենք, որ ավելի ակներև դուք պատկերացնեք։ Դո առաջին աստիճանը բարձրացվում է միանշանակ եւ մեզ տանում է դեպի ռե մինոր, երկրորդ աստիճանն է, հա? Ռե դիեզը, ռեն ենք բարձրացնում, հիմա ուշադրություն, երրորդ աստիճանը, եկեք ես կարմիր մարկերով գրեմ երրորդ, քանի որ երրորդը մեզ տանում է լրիվ ուրիշ աշխարհ, շեղվում ենք դո մաժորի ազգակից տոնայնություններից, հետևաբար եկեք այսպես անեմ, երրորդ աստիճանը, որ երրորդ աստիճանը մենք չենք կպնում, չենք բարձրացնում, ֆա չորրորդն է, ֆա դիեզ, բարձրացնում ենք և հայտնվում ենք ուր, սոլ մաժոր, սոլն էլ ենք բարձրացնում, և հայտնվում ենք ուր, եկեք 6-րդ աստիճանը եւս կարմիր մարկերով գրեմ, հիշում եք, չէ՞, 6-րդ աստիճանը մենք ուղղակի բարձրացնել չենք կարող, լան։ Ահա եւ սա էլ ընդգծեմ, որ լան մենք կպնել ուղղակի պարզապես չենք կարող, ինչու՞, քանի որ լա դիեզը մեզ տոնայնության չի տանի։ Ինչ ենք անում։ 7-րդ աստիճանն ենք իջեցնում, սի բեմոլ, սի բեկար Եվ դո, ուրեմն, բացվում է, որ 7-րդ աստիճանը իջեցված է, ուրեմն մաժոր խրոմատիկ գաման կառուցելիս դեպի վեր, բոլոր աստիճանները բարձրացվում են, բացի երրորդից և 6-րդից, որի փոխարեն 7-րդ աստիճանը իջեցված է, ուրեմն խրոմատիկ գաման կառուցելիս վեր մաժորում, պետք է հիշել, որ 7-րդ աստիճանը իջեցված է, ահա այս սխեմայով դուք կարաք բոլոր նոտաներից կառուցել խրոմատիկ գամմա։ Իսկ հիմա ուսումնասիրենք վարընթաց շարժումը։ Վարընթաց շարժման ժամանակ բոլոր աստիճանները իջեցվում են, բացի մեկ աստիճանից, որին մենք հիմա կծանոթանանք։ Հիմա նայեք, դո, սի բեմոլ, հիշում եք վերընթաց շարժման ժամանակ, սա մեր դոմինանտաներ ֆա մաժորի համար, լա, ֆա մաժորն էլ նայեք, պատկանում է ազգակից տոնայնություններին, կառուցվում է դո մաժորի 4-րդ աստիճանից։ Ֆա մաժոր, հա, ուրեմն սի բեմոլ, լա, հետո նայեք լա բեմոլը մեր դո մաժորի, հենց դո մաժորի 6-րդ աստիճանն է, հարմոնիկ աստիճանն է, հետո սոլ, որը բերում է մեզ դեպի սոլ մաժոր, հիմա նայեք, սոլ բեմոլ կարող ենք արդյոք նվագել, ոչ, քանի որ սոլ բեմոլը մեզ տանում է 5-րդ աստիճանը իջեցրած, մեզ կրկին շեղում է ազգակից տոնայնություններից, հիշում եք, ազգակից են կոչվում այն տոնայնությունները, որոնք կառուցվում են տվյալ տոնայնության բոլոր աստիճաններից, ահա, մենք միշտ կառուցում ենք, հա, ուրեմն մենք չենք կարող նվագել սոլ բեմոլ, փոխարենը մենք նվագում ենք 4-րդ աստիճանը բարձրացրած, այսինքն ֆա դիեզ, որը մեզ տանում է դեպի սոլ մաժոր, հա, իսկ սոլ մաժորը գիտեք, նայեք, պատկանում է ազգակից տոնայնությունների շարքին, ուրեմն ֆա դիեզ, ֆան գնում է դեպի մի
հետո գնում ենք դեպի մի բեմոլն էլ նայեք սոլ մաժորի փոքրացրած 7-ի սեպտակորդի սոլ մաժորի համար, ահա, ռե բեմոլն էլ տանում է դեպի դո։ Ուրեմն ստացվում է, որ վարընթարց շարժման ժամանակ բոլոր աստիճանները իջնում են, բացի 5-րդից, որի փոխարեն 4-րդ աստիճանն է բարձրացված։ Ֆա դիեզ, ֆա բեկար, մի բեմոլ, ռե բեմոլ, դո, սի բեմոլ, լա բեմոլ, սոլ, ֆա դիեզ, ֆա բեկար, մի բեմոլ, ռե բեմոլ, դո։ Իսկ հիմա եկեք գրենք վարընթաց շարժումը։ Առաջին աստիճանին չենք կպնում, առաջին աստիճանը հիշում եք չի իջեցնում, եկեք այսպես անենք, որ հանկարծ չկպնենք առաջին աստիճանին։ Դո, սի, արդեն իսկ կես տոն է իրան ծարանքում, սի բեմոլ, սա 7-րդ աստիճանն է, սի բեմոլ, լա, 6-րդ աստիճանն է, լա բեմոլ, սոլ, սա 5-րդ աստիճանն է, եկեք 5-րդ աստիճանը կարմիր մարկերով գրենք, սոլ, ինչու կարմիր մարկերով, հասկացանք, որ 5-րդ աստիճանը մենք չենք իջեցնում, 5-րդ աստիճանը մնում է տեղում, փոխարենը 4-րդ աստիճանն է բարձրացվում, ֆա դիեզ, ֆա բեկար, երրորդը, մի բեմոլ, երկրորդը ռե բեմոլ և դո։ Ահա և մեր վարընթաց շարժումը, ուրեմն վարընթաց շարժման ժամանակ բոլոր աստիճանները իջեցված են, իջնում են, բացի 5-րդից, որի փոխարեն 4-րդ աստիճանն է բարձրանում։ Ուրեմն 5-րդ աստիճանը անփոփոխ է, դրա փոխարեն 4-րդ աստիճանը բարձրացվում է։ Իսկ հիմա խրոմատիկ գամման կառուցում ենք մինորում։ Դո մաժորին զուգահեռ տոնայնությունը վերցնենք լա մինորն է։ Եկեք լա մինորում բոլոր ազգակից տոնայնությունները նախ նվագենք լա դո մի, սա մեր տոնիկական եռահանչյունն է, որը ցույց է տալիս տոնիկան լա դո մի, երկրորդ աստիճանին կառուցվենք, հապա մի նայեք էսի ռե ֆա, սա ոչ մաժոր է, ոչ մինոր, սա փոքրացրած եռահանչյուն է, ուրեմն ինչ եզրակացություն կարելի է անել, որ առաջին աստիճանը մենք չենք կարող մինորում բարձրացնել, քանի որ տոնայնության չի բերի մեզ, եթե բարձրացնենք։ Լավ, շարժվենք առաջ։ Երրորդ աստիճանին դո մի սոլ, երրորդ աստիճանին կառուցվող եռահանչյունը դո մաժորն է, եթե լա մինորը վերցնենք հայրիկն է, դո մաժորը կլինի նրա դուստրը, ռե ֆա լա կլինի նրա որդին, մինոր տոնայնությունն է, մի մինոր նրա որդին է, մի սոլ սի, ֆա լա դո ֆա մաժորն է, նրա դուստրն է, սոլ մաժորը նրա դուստրն է և լա մինորը վերադարձանք դեպի տոնիկա։ Ուրեմն ստացվում է, որ երկրորդ աստիճանին ոչ դուստրն է, ոչ որդին, այսինքն տոնայնություն երկրորդ աստիճանը մեզ տոնայնություն չի ցույց տալիս, լադ իրենից չի ներկայացնում։ Ուրեմն ինչ հետևություն ենք անում, որ մենք առաջին աստիճանը ուղղակի բարձրացնել չենք կարող, որտեղ լադի մեզ չի բերի։ Մենք փոխարենը երկրորդ աստիճանն ենք իջեցնում։ Ստացվում է լա, սի բեմոլ, սի բեկար դո, հետո դո դիեզը տանում է դեպի ռե դիեզը տանում է դեպի մի։ Հիմա ուշադրություն, եթե մենք մի դիեզ նվագենք, կրկին կշեղվենք մենք լա մինորի ազգակից տոնայնություններից։ Հետևաբար մենք 5-րդ աստիճանին, նայեք լան առաջին է 1, 2, 3, 4, 5, մի 5-րդ աստիճանը չենք բարձրացնում, իրավունք չունենք ուղղակի, մի, ուրեմն, ֆան ենք բարձրացնում, ֆա դիեզ, որը մեզ ուղղորդում է դեպի սոլ մաժորը բարձրացնում ենք, սոլ դիեզ և գնում ենք հայտնվում ենք լա մինորում։ Ուրեմն, ինչ հասկացանք, լա մինոր խրոմատիկ գամման կառուցելիս
բոլոր աստիճանները բարձրացվում են, բացի առաջին աստիճանից, որի փոխարեն իջնում է երկրորդ աստիճանը։ Հասկացանք ինչու է երկրորդ աստիճանը իջնում, քանի որ եթե մենք առաջին աստիճանը բարձրացնենք, մենք տոնայնության լադ չենք ունենա։ Հետևաբար երկրորդն ենք իջեցնում։ Եվ 5-րդ աստիճանին մենք չենք կպնում, ինչու՞, քանի որ եթե բարձրացնենք, ստացվում է ֆա դիեզ մաժոր, ֆա դիեզ մինոր, որը բացարձակ կապ չունի լա մինորի հետ։ Եկեք գրենք, որ ավելի ակներև դուք տեսնեք եւ հասկանաք։ Լա, ամոլ, լա մինոր։ Լա մինորում են գտնվում, ահա եւ մեր լա մինորը։ Լա առաջին աստիճան, եկեք առաջին աստիճանը կարմիր մարկերով այսպես ընդգծենք, որ մենք հիշենք, որ առաջին աստիճանը երբեք չի բարձրացվում մինորում։ Փոխարենը երկրորդ աստիճանն է իջեցվում։ Եկեք շրջանի մեջ անենք երկրորդ աստիճանը, որ սա էլ հիշենք։ Մինորում երկրորդ աստիճանը իջեցված է, հիշեք, անպայման շատ կարևոր է։ Ուրեմն երկրորդ աստիճանը իջեցնում եք, ստացվում է սի բեմոլ։ Հետո չեզոքացնում եք սի բեմոլը սի բեկար եւ երրորդ աստիճանը մեր մոտ դոն է։ Դո դիեզ, բարձրացնում ենք երրորդ աստիճանը։ Չորրորդ աստիճանը մեր մոտ ռեն է, որը գնում է դեպի ռե դիեզ, բարձրացվում է դեպի ռե դիեզ։ Ռե դիեզը մեզ տանում է դեպի ուր? Դեպի մի, 5-րդ աստիճան։ Եկեք 5-րդ աստիճանը եւս կարմիր մարկերով ընդգծենք, ինչու։ Մենք ընդգծենք նաեւ այսպես։ Հիշում եք ինչու։ 5-րդ աստիճանը մեր մոտ չի բարձրացվում։ Հիշում եք մինորում 5-րդ աստիճանը չի բարձրացվում։ 6-րորդը ֆան բարձրացվում է անշուշտ։ Ֆա դիեզ, 7-րդը սոլ դիեզ եւ տոնիկան։ Կարող ենք գրել առաջին, կարող ենք գրել 8-րդն ու նոտան։ Եկեք լավ 8-րդ գրենք։ Ուրեմն, հիշում ենք, որ վերընթաց շարժման ժամանակ մինորում, յուրաքանչյուր մինորում երկրորդ աստիճանը իջեցված է։ Ուրեմն մինորում մոլ։ Մոլը դա մինորն է, եթե հիշում եք, մինորում առաջին եւ 5-րդ աստիճանները անփոփոխ են։ Այսինքն չեն բարձրացվում։ Փոխարենը շատ կարևոր է, որ երկրորդ աստիճանը իջեցվում է։ Այս կանոնը նաև վերաբերվում է մինորում վարընթաց շարժմանը։ Նույն կերպ մենք վարընթաց շարժումն ենք նվագում։ Օրինակ, լա, սոլ դիեզ, սոլ բեկար, ուղղակի կարող ենք հետո բեկարներ դնել։ Ֆա դիեզ, ֆա բեկար, մինոն փոփոխա նաև մինորում, 5-րդ աստիճանը։ Ռե դիեզ, ռե բեկար, դո դիեզ, դո բեկար, ահա, դո բեկար, si bemol, la, ну, այստեղ բեկար կարանք չդնենք, վարընթաց շարժման ժամանակ ուզում եմ ասեմ, որ պրինցիպը նույնն է։ Նույն սխեմայով բարձրանում ենք առաջին եւ 5-րդ աստիճանները անփոփոխ են, փոխարեն իջնում է երկրորդ աստիճանը վերընթաց շարժման ժամանակ։ Վարընթաց շարժման ժամանակ էլ 5-րդ եւ առաջին աստիճանները անփոփոխ են, փոխարենը իջնում է երկրորդ աստիճանը։ Իսկ հիմա եկեք վարընթաց շարժումը նվագենք միասին, հա։ Լա, սոլ դիեզ, սոլ բեկար, ֆա դիեզ, ֆա բեկար, մին 5-րդ աստիճանը չեն կպնում։ Ռե դիեզ, ռե բեկար, դո դիեզ, դո բեկար։ Հիշում ենք երկրորդ աստիճանը։ Si բեմոլ իջեցված է եւ լա, ուրեմն նույն սխեմայով բարձրանում եւ իջնում ենք մինորում։ Ամփոփենք, խրոմատիկ գամման մաժորում վերընթաց շարժման ժամանակ բոլոր աստիճանները բարձրանում են բացի 3-րդ եւ 6-րդ աստիճաններից, որի փոխարեն 7-րդը իջեցված է։ Իսկ վարընթաց շարժման ժամանակ բոլոր աստիճանները իջեցված են, բացի առաջին եւ 5-րդ աստիճանից, որի փոխարեն 4-րդը բարձրացված է։ Խրոմատիկ գամման մինորում վերընթաց շարժման ժամանակ բոլոր աստիճանները բարձրանում են, բացի առաջին եւ 5-րդ աստիճաններից։ Առաջին աստիճանի փոխարեն երկրորդ աստիճանը իջեցված է։ Վարընթաց շարժման ժամանակ բոլոր աստիճանները իջեցվում են, բացի առաջին եւ 5-րդ աստիճաններից։ Սեղմեք սրտիկ կոճակը, բաժանորդագրվեք եւ եթե ունեք հարցեր, գրեք կոմենտարիաների բաժնում։